սուրճով, թանկապանի հետ միասին։ Ու առավոտ քնից ելնում ենք ու գալիս ենք, որ գյուղը նկարանում։ Հերթական գյուղ։ Ուզում եմ ասել ձեզ համար, բայց ոչ միայն ձեզ համար, այլ մեզ համար նաև։ Այո։ Տրաֆարետը բարձր է, Գաբրիելը ասում է նպատակային են արել, որ չհասնի գրվածքին։ Երբ ճիշտ գնալ չի հասնի այսօր։ Բայց մենք եկել ենք բացահայտելու Առաջաձոր գյուղը։ Բարձրադիր վայրում մի հսկա հովտում, ուր լեռների մեջ հայ շինականը աղոթք է անում, հողը արարում, հայտնվում ենք մենք ու աղաղակում։ Ինչ խաղաղ է կյանքը Առաջաձորում։ Գյուղն այդ շնչում է, բուրում ու ծաղկում, ամեն անցվորի իր գիրկն է առնում։ Իսկ մենք միշտ արփած գյուղերի բույրից քաղաք են գալիս, որ գնանք նորից։ Ձեզ ջերմ բարևներ։ Գյուղ Առաջաձորից։ Օլա հոպ, մենք գտնվում ենք Առաջաձոր գյուղում, հենց առաջի կայանը, որ մենք կատարել ենք, Մանեի թիկունքում այս պահին գտնվում է եկեղեցին, եւ ասեցինք հենց եկեղեցու մոտ կկանգնենք ու մտնենք հենց եկեղեցու մոտի բնակարան։ Ծանոթացա պարոն Վաչեի եւ տիկին Մարետայի հետ, ովքեր ծնվել են այս գյուղում, երկուսն էլ այս գյուղից են ու որ ասեցի հենց ստե մի գյուղացի եք ամուսնացել, ասում է ճպատը քոլան կտրում։ Հիմա պատմեք տենամ ձեր մանկությունը ոնց է անցել։ Որ տարիքից եք իրատի արդեն ջինեջը։ Թողին քասի։ Դե ես գիտեմ, որ գիտարը կլեն նվագում երգում, այդ ձերձենը, որ ասում է Սայատնովի ձենի բանավ եկալա, ձերձենը հավանալա ու սիրահարվալա ձերձենը։ Էստրադայի ինչ երգ է, որ երգ է, որ հավանալա։ Լավնալա երգներ երգի։ Մարգարյան ժոտասեն, տենց երգ։ Իմենի, որ երգն եք դուք շատ հավանա, որ ասես վաու։ Ինքը պիտի մարդը ստերնա։ Սևորագաչերով մի աղջիկ տեսա։ Այդ որն է։ Սևսևաչերուն սիրահարվեցա։ Սևորագաչերով մի աղջիկ տեսա, սևսևաչերուն սիրահարվեցա։ Ես ագրոնում էր, գյուղատնտեսության մասնագետ էր։ Ես էլ շարունակել եմ իրան մասնագիտությունը։ Պատմեմ մաս։ Հա, իհարկե, պատմեք, որ Ավարտել եմ Զովետ ինստիտուտը Երևան։ Եկել եմ գործկոմ աշխատել գյուղարշությունում, հետո ընտրել եմ Նորաշենի սովխոզունի պարտքում, Շկովմիտի գյուղապետ Խալաջում 15 տարի։ Խալաջը որն էր։ Հաճանանի գյուղապետ 15 տարի աշխատել եմ, հետո թոշակել։ Եկեղեցու բանում նստում էին, եկեղեցու առաջին տեսակ այդ քարերը, բանը կար։ Հա, տեսա։ Այնտեղ միշտ նստում էին, զրուցում էին, չէին թողնում հանկարծ մի բան մտնի, ասի կենթանի մտնի եկեղեցի, բան դուրը փակում էին։ Միշտ էլ տենց մեծեր պաշտել են եկեղեցու այդ ամենը։ Մինչև ես տնտեսությունը լուծարվել է։ Մոտավոր քանի հոգի են գյուղում ապրում։ Գյուղ 20 հոգի կար։ Հիմա 94 գրանցված տուր կար, 120 տան մարդեր։ Մոտա դպրոց աշխատում էր։ Քանի աշակերտ կար դպրոց։ Ժամանակ դպրոցում մի 100 աշակերտ կար։ Անվանի գյուղացիներ էլի, ասեք, որ այս գյուղից։ Անվանի գյուղացիներ։ Մենք ունենք գյուղատնտեսության մասնագետ, դոկտոր պրոֆեսոր Վաղնակ Ոսկանյան ունենք։ Հրանտ Ոսկանյան Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ։ Գյուղարշապետ պետ ունենք։ Հետո տենց էլի։ Բաբայան ունենք։ Վայանի ռազմական գծով բաներ ունենք, գնդապետներ ունենք։ Չերկովի քարտուղար ունենք Բաբայան Մայիսի։ Կարապետյան Միսակ։ Առաջի դիրեկտորներից։ Հետո Անտոնյան Անանյան։ Մանկությունը շատ լավ է անցել գյուղում, շատ հետաքրքիր, շատ էի սիրում խաղալ, մանավանդ վոլեյբոլ։ Դե տատի ունեի մեծ տատիս հաստուխ էր, հաց էր թխում, տանը մեծը ես էի, մեծ երեխա։ Պետք է այդ հացերը մեկնեինք կտուրի վրա ու կողքին նստեինք, որ ծտերը չուտեն։ Իմիջալ է թոն իրեն հենց տեղ էր, որ այդ գյուղի կանայք, որ հավաքվում էին, մենք երեխաներ էինք,
կողքից նստում էինք իբրև հացն էինք ուղղում, այդ գնդերն էինք դասավորում, բայց ականջներս էլ լսում էր իրանց այդ ամբողջ գյուղի նորությունները ամփոփվում էր այդ թոնրատներում, ետնատոր, ասում էին մի 10 պյուլելի թխիկ պետք է հաց կապենք հնձվորի համար։ Հետաքրքիր էր, միշտ հիշում եմ, հիմա էլ եմ հիշում այդ օրերը, ասում էի հեղուշտոտայի զրույցները, սաթիզիզն զրույցները, որ հիշում եք ինչ բույր եք առնում։ հացի հոտը ուրիշ էր։ Հին Իրական ուսողորումն է։ Լավ արդեն դիտում է առաջադոր կինոյա եկածիկն հանդկական կավարտով ոտավ։ Օկյալիս քիլահասն ու նստի կինո ես։ Ռուբեն տղա, լույսը վառել եմ ու պիտի վառեմ։ Վառեմ մարեմ։ Վարվարե։ Վարե։ Կվառեմ։ Մեգա փողը դու գիտի։ Գյուղամիջում, եկեղեցի հայաթում, հանդիպալակ մի սիմպատիչնի մարդում, Սերժիկ ձյաձային, գուշակակ, որ կոշիկները թորն աղարգած, մաքուր զամշա, կանաչ գույնի, մոդնիոս, կնեգդ լավ է քեզ պաղում։ Ես մյուրն պահում, Բայց պասեք գուշակի մեսօր ինձ սկերած, բադրջան սկերած խրաված։ Ժայդրած կաբաչկի։ Հա, էրի դենույն պարոդի, հա, պամիդորը սկերած համով, լա։ Բանջարեղ են սիմ թե մս։ Մս ռեդետին։ Մս հա, շապատ երկու։ Մսը ծերացնում Երկու հետ օտում է, կալի Երկու հետ օտում ես, ես կի հետ հավ չմոտում եմ, բախտավորս։ Հլա լսե, խոսք արում ես մորդիս։ Սերժիկ պապի, որ տարիքում ես սիրահարվա։ Հա։ Համո, վաղ է։ Աչի սերետ, հա։ Չէ, չորոպային գյորոպ։ Բաբնիկս հետ, հը։ Կնամոլ էի։ Չէ։ Հացի ածպած, լավ դուզ ասե։ Լա, սա յոգորտն է։ Երկրորդն է։ Մինի մեղրիլել։ Ամենաշատ ումը սիրած, լավ ալհենը կյանքի են բենում, խաչվեն։ Ստանը շատ եմ սիրը։ Հա, նախ շուտ կնեգա, բայց։ Նախ ստաբա պատա հին չէ։ Քանի խոխա ունի համատը։ Ախե, երկու է։ Երկու տղա ամուսնացած, Մի աղջիկը ինչ լավ, որ դիբեք սկսել։ Դրացե, հմշի, էդ ես նա դու։ Ես եմ, դու ես, ես ու դու։ Դիշերում այս դյութական, բայց ցիրեկամ ենք։ Մենք մենակ ենք, ես ու դու։ Մենակ չեք։ Մենակ չեք, վայ, մենք մենակ չենք, Սերժիկ պապից գաստա։ Սերտը ստա որ եկան Սիրում ես հողը այդ աշխատանքը։ Քշանը ժամը 5-ից կեցեն եմ բաղում։ Մի քարմ պուկտամի։ Դեսենտին անելի, մի սող անելի։ Օրինակ, որ հողի հետ հողը խոսել իմանալ, ինչ հարց կտա իր այդ հողի։ Այդ հողին ասին, պատասխան իրակ դու։ Իսկ ձևս լա համոզելու իրան։ Հա դե դա, մեշկի իմն է կծու։ Գտնում ենք Առաջաձոր գյուղի հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ։ Տեսնում եք նույնիսկ զենքերը կասկան։ Հայրենական պատերազմում զոհված առաջաձորցիների հիշատակին երախտապար առաջաձորցիներ։ Կյալ վկլա շատ լանում, մենք արդեն մանրացած է։ Բայց մինա տնական կլուբնիկը Ճամփի միջին կանգնել եմ մոլորվել եմ շորորալ են դու անցարել չդարձար արի նազով աղջիկ Եղնիկ դու մեր սարերի, ախ իզուր մի տանջիր, դու իմ հպարտ հայ աղջիկ, արի նազով աղջիկ, եղնիկ դու մեր սարերի, ախ իզուր մի տանջիր, Դու իմ հպարտ հայ աղջիկ Ռախտարիրա Տարարիրամ տայրայրամ Տարարիրամ տայրարամ Տարարարամ տարարամ Արի նազավ աղջիկ Եղնիկ դու մեր սարերի Ախ իզուր մի տանջիկ
Դու իմ հպարտ հայախ Ժողովուրդ, ուրեմն գտնում ենք Առաջաձոր գյուղում ու տեսեք ինչ կերպով եմ ես փորձում նկարել, ինչ հետաքրքիր բան է։ Այս տունը կառուցել է Վաչե Եփրեմի Մարգարյանը, ծնվել 1917-ին, անհայտ կորած հայրենական մեծ պատերազմում վերակառուցել է Վաչեը եւ այս տանը ապրել է, տեսնում եք չէ, ինչ հետաքրքիր վիճակա, շատ սիրում եմ, որ այսպիսի հնությունները պահպանվում է։ Սверху идет. Այդ նստարանի մասին մի բան ասեք, այդ ինչ էր քարի տակ այդ նստարանը։ Скамейкан, որ կար։ На русском говорите. Աշխարհագրության դասը նոր ինձ պատման հնձել է այս գյուղում անցկերում։ Ուրեմն մի հատ Արշավիր պապիկ կար, գյուղի աշխարհագրության դասատուն էր։ Բոլոր գյուղացի աշակերտներին խորհուրդ էր տալիս, որ քարտեզը լավ սովորեն։ Կարող ես ասել ինչ գավրի։ Այո։ Ասում եմ, որ այդ տղա ասին պաշոլը թեշ է, գիաս գոնեշտասքինը։ Շատ լավն է։ Հավանաբար այս նստարանին շատ հետաքրքիր զրույցներ ա եղել, հետաքրքիր պատմություններ։ Բալա, տատիկներ, պապիկներ կամելաստի նստում, կովը վարտի քյունում լա, իրանց կովը յորը լանում, քյունում ծուկյումը, կաթմացում սա։ Օջախները քննարկում են այդ քաղցրությունը անհանգստանում ու իրոք դա շատ անկեղծ է եղել։ Ու հաստատ ասես թից առան լավ թոտան է քյունում։ Հա, ճոխպորնա վկա։ Խետ ու ճոխպորնա հետ սիրում, ճոխպորն ու ծառում հանդեպ դու։ Ես հեն եմ թոթին եմ զի։ Դու թթենին ես սիրում, բայց դու գիտեիր, որ կանաչ, վիթխարի, ըմկուզենու տակ, իրենց հասակին, կարգով, ծալպատակ, քեֆ էին անում և ուրախանում մեր գյուղի հայրերն ու մեր մեծերը։ Հայերը չեմ ասել։ Հանգստանում են, այդ называли քարի տակ։ Քարի տակը։ Հա, տենց։ Или вот здесь խաչխուտը կան։ Ոնց են աս, աջախաթու պոզեր հանտը, սաման պապատ եկալն, ոսկի մատանիկներ ալն, քարեն Ուրցնա։ Չէ, Դաղձ։ չէ։ Մշահամուկ, չէ։ Որը։ Որն է։ По-русскому даже хоть бы вспомнила. Դուշիցը։ Հա, դուշիցը։ Սևախոտ։ Սևախոտ։ Հայերեն։ Ձեր անունը։ Сусанна. Տիկին Սուսանան, высший класс. Не надо, пожалуйста. Надо, Федя, надо. Տենց են ասում։ Я столько... Դու այս տան առաջին վարդը դու ես, քեզ ասած չեն։ Հիմա ես եմ։ Էդ ինչ լավ լեզուն ես։ Խշշենգեր։ Հələ ականջող էր ես։ Հա, պատուշ տղեць ես։ Հələ մի րոպե։ Աղջերս ինչ լավ լեզուն ես։ Նախշտամ։ Հարցը։ Շատ։
Այս քարերի տեղը եղել է եկեղեցին, հին եկեղեցի։ Հիմա եկեղեցուց մենակ մնացել է փլատակել չի մնացել, մի քանի քար էլի նշмарվում է։ Ինչ որ պեղումների արդյունքում կարող է գտնեն այդ եկեղեցուն։ Դրա համար միշտ գերեզմանները սարքում են եկեղեցիների շրջակայքում, չէ՞։ Գյուղի գերեզմանատունը գտնվել է վերևում, որ դուք մատուռը նկարեցիք Մարսենիկի։ Նրա շրջակայքում հետագայում գյուղացիք տեղափոխեցին ստը։ Անունը կոչվում է Պեռնքոլ, այս գերեզմանատան, դե տարբեր վերսիաներ կա, էջանանցում մյուսի, որ ինչու է Պեռնքոլ կոչվում։ Իմ անձնական վերսիասն նա է, որ Աստվածաշրջում, երբ որ արդեն առաքյալները չէին հասցնում ծառայությունը մատուցել հավատավոր ժողովրդին, այնտեղ նոր 7 հոգու նոր ընտրեցի նորից առաքյալ, մինչև 70-ը։ 7-ից մեկը Պերքոնն է եղել, Պերքոն անունով։ Ես մտածում եմ, որ կարող է հենց այդ Պերքոնն է եկել ստեղելի քրիստոնեություն տարած բացի Բարդուղիմեոս Թադեոսից կամ իրանց հետ է եկել, միգուցե այդ անունը Պերքոնից է մնացել, Պեռնքոլ, չես կարող ասես էլի, բաներա, տարբեր տարբերակներ։ Ուրեմն Մանե ջան, ես ինչ եմ ուզում ասել էլի մեր հայրենագիցներին, սյունեցիներին, կապանցիներին, համագյուղացի առաջադարձիներին։ Սիրեք հայրենիքը, սիրեք գյուղը։ Այս գերեզմանները ամեն տարի խոտով լցվում է, էլի մաքրելու կարիք է ունենում, ծաղիկները արհեստական փոխելու կարիք է ունենում։ Մեծամասամբ չեն գալիս, չեն մաքրում իրենց գերեզմանները։ Կամ գալիս են մի հատ ստից ձեռ դնում, երկու ծաղիկ դնում գնում։ Այդ մարդիկ, որ գալիս եք գերեզման, մի հատ ձեռը դնում եք, քարի վրա գնում եք, չեք մտածում ձեր գերեզմանների խոտը ով է մաքրելու։ Պատմածը այդքան շատ ինֆորմացիա չեն տիրապետում, բայց մեր գյուղի ամենահին դպրոցներից է հողե հատակներով անուններ կա 1900-ական թվականներից, անուն չեմ կարող ասել ում ուներ գրում, բայց մեր պապերս տեն դպրոցին։ Մեծ էլ է, համեմատած որպես այդպիսին։ Հետո դպրոցական սասակ համակապարտ է։ Այո։ Ես հիշում եմ համակապարտը։ 1900 թվականի պապս եկա 1907 առաջին դասարան։ Սասակած մանկապարտս։ Հա։ Հետո սա մանկապարտս։ Այնքան լավ է որ դու կաս։ Շնորհակալություն, ես էլ ուրախ եմ որ դուք կաք։ Փառք Տիրոջը, որ ծզման երիտասարդներ կան, որ հայրենանվեր գործ են անում, որ գյուղերը թող ծաղկին ծալին, երիտասարդությունը հաճախակի գյուղի հետ կապը պահի գոնե շաբաթ երեկ։ Որ 1931 որ ըստեղ 67 թվին է ես։ Չէ, 31-ը որ եկալ դուքստը։ Էսմի սենյակում է ապրում։ 31 թվին եկալ 931-ից եկալ ստը այն գյուղի կենտրոնը տունը փլվանա, եկան Դավիթը որ նոր Դավիթին տեսար է, իր պապան օրորոցում մնացա գերանի տակ երկրաշարժի ժամանակ։ Հետո տեղա փոխվան ստա ամբողջ ընտանիքով, հետո սարքա հետագայում արդեն Սովետ միության խորհրդային տարիներին ես երկրորդ հարկաբանը սարքեցինք։ Էլի մեծ ընտանիք է։ 63 թվից, 63 թվից 8 4 ախպեր 4 քուր։ Այ ինչ լավ հաշվար կա, է։ Տղա աղջիկ, թե Չէ, սկզբից 3 աղջիկ, հետո 2 տղա, հետո մի աղջիկ, հետո 2 տղա։ կարևոր վերջում տղա 4 տղա, 4 Պապիկս էլ 6 տղա, 7 7 տղա, մեկը մնաց հայրենական պատերազմում զոհվեց, 7 տղա, 3 աղջիկ կենթանի մնացին, էլի։ Հա։ Շատ սիրուն տեղ է սա, շատ սիրուն տեսարան է։ Լավ, Շատ Պարսկաստան է։ Լսանց Մեր տունն է, մեր հատել փախստականներին ապրում էին։ Կմտածեք, թե սուշիի փայտիկներից է, բայց գուշակեք սա ինչ է։ Ով գուշակի, Տապակած կարտոշկան վերցնում ես։ Գաբրիելը իրեն նվեր է տալու։ Ես մեկ նոտայից գուշակեցի, իսկ դուք։ Ժողովուրդ, փող չկա, չգուշակեք։ Ինչի՞։ Հարևանի եզները կտաս իմ աղբորս չես տա։ Կտաս։ Ժողովուրդ, ծանոթացա Գաբրիելյան Սամվելի հետ, ով ժամանակին եղել է կինոռեժիսոր։ Հիմա սկսենք Ոչ թե ժամանակին հիմա էլ կա, ես էլ կարող եմ Հոլիվուդում էլ գնալ ֆիլմ նկարահանեմ նպատակ։
Հիմա հեսա կխոսենք տնանք այդ քանի ֆիլմ եք նկարահանել, որ ֆիլմերն ա, որ մեր հետևորդները նաև հնարավորություն կունենան դիտելու իրենց կարծիքները։ Այս ուղղակի YouTube-ում չեմ դրել, Բայց հասանելի ինչ-որ ֆիլմեր կան։ մի քանի հատ թվայնացրել եմ, բայց YouTube-ը չեմ դրել։ Որ ֆիլմերն ա, ինչով կարանք մենք ձեզ օգտակար նկարահանել լինենք։ եմ ուսուցողական ֆիլմեր, գյուղատնտեսության եւ առողջապահության թեմաներով։ Գյուղատնտեսության թեմաներից օրինակ է համար բանջար բոստանային մշակաբույսերի արտադրությունը, այսինքն մարդ, որ գյուղում չի ապրել, բայց ուզում է բանջար բոստանային մշակաբույսերով զբաղվի, այդ ֆիլմը նայելուց հետո ինքը գոնե նախնական իմանում է ոնց անի, ոնց ցանկաշրջանառությունը տնկելը ջրելը եւ հանրես գյուղի հավաքը, ես փոքր երեխա եմ եղել, դպրոցի տարածքի բաց դաշտում եղել եմ մի հատ հավաք, գյուղացիների հավաք։ Օրինակ դա իմ մոտ երեխա ժամանակվանից շատ ուժեղ տպավորված է։ Տարբեր խորհրդային միության տարբեր քաղաքներից Հայաստանից հավաքվել էին համագյուղացիները, շատ մեծ հավաք էր, ասենք օրինակ դա շատ հետաքրքիր հավաք էր, չգիտեմ ուրիշ գյուղերում տենց եղել է, Ինչի հավաք էր դա։ Առաջադործիների հավաք, առաջադործիների օր, առաջադործիների հավաք, սենց մի հատ այդ նույն ձևի ես մի քանի տարի առաջ էլ ա եղել, 10 թվականին կարծեմ Ալիկի գյուղապետության ժամանակ։ Այստեղ արդեն բանը գյուղի մեջ բանում Ալիք, նա հիմա էլի գյուղապետ է։ Չէ, հիմա չէ։ Փոքր բանով էր էլի այն ժամանակ մասը, իսկ այդ իմ ասածը շատ մեծ, ասենք տպավորված է էլի։ Ու ընդհանրապես հուշեր շատ կա, մանկական մեր մանկությունը Ինչով եք զբաղվում։ Երեխա ժամանակ գյուղում ինչով եք զբաղվում։ Գյուղում գնում ենք տակլոր ձիերը բռնում էինք առանց սանձ, առանց թամբ, առանց որևէ բանի, նստում ոտերով պատ տալիս 7-8 տարեկանից, մազից բռնում ու գնա։ Այսինքն արտեր բաներ սեր լավ կա, էլի։ Ձիերը քշում էինք, ստե գազատար խողովակներ էին անցկացնում, Պարսկաստան, Հայաստան գազատար խողովակ ընդեով անցնում այն անտառների միջով։ Այդ ուղաթիռով որ բերում էին, խողովակները իջացնում, մենք ձիերը բռնում էինք, գնում այդ ուղաթիռ տեսնելու, բան, հետո գնում ենք խոթարքները նստած գնում էինք ոտով գալիս էինք խոտը բարձած խոթարքների։ Իսկ պապիկ բանը, պապիկ տատիկը ասում էին գնացեք աղբյուրից ջուր բերեք։ Պապիկ տատիկը ոչ միայն աղբյուրից ջուր էինք բերում։ Կվերին միանի։ Կոնկրետ է ստանում նստած ենք իմ հայրական կողմի պապս բիտոնը տալիս է, ստե ներքևը աղբյուր կար։ Գնում ենք աղբյուրից ջուր բերում են, մեղրը փաթաթում եք, այս տալիս է, էլի տախարախուսական է։ Նաև թանը դնում են ձեռներս, խոթարքը թան էինք տանում փոքր ժամանակ։ Մարդկանց տանում եք թան տալիս։ Պապիկներին, մեծ ապաներին, էլի ապաներին նախ իրանք նենց ամրակազմ, առողջ, հսկա պապիկներ էին, խոտը հնձում էին, բան մի ասենք սոկով հակված աղբյուրի մոտ է չբանանց տարածք ունենք էլ ինձ այդ աղբյուրի մոտ ես էլ փոքր երեխա է թանը տանում էի 6-7 տարի թեկուզ գյուղի դպրոցում չեմ սովորել բայց լրիվ տեղյակ եմ եղել որ դասանում քանի աշակերտ կա ինչ կա գյուղի հետ շատ էր մեր կապը տատս պապս ստեղից էին ստեղ էին ապրում միշտ ամառներ գալիս էին մի անգամ երբ ես եղա գյուղի դպրոցում իմ համար ինչն էր զարմանալի, շատ մեծ զարմանք ինձ պատճառեց, այնքան աշակերտ կար այս գյուղի դպրոցում, երևի 80, 100, չգիտեմ, կարող ավելի շատ, որ գրած էր պատինքը պծրած չաղմկել։ Չաղմկել սենց սիրուն են բանով սևը, ոսկեզոծ տառերով, էլ ինձ համար ասում եմ, ինչ կարգի աղմուկ աստ է, որ գրել են չաղմուկ։ Ուրեմն փոքր գյուղ ա եղել, գյուղի մեծ մասի եկվորներ են։ Օրինակ մենք եկել ենք Պարսկաստանի Ղարադաղի, խնդրում եմ շփոթել Ղարաբաղի հետ։ Ղարադաղի շրջանի Մզկիթ գյուղից ենք եկել 200 տարի առաջ, 1828 թվականին։ Մեր տոհմը եկել է, մենակ մենք չենք, էլի կան Ղարադաղից եկողներ, այդ լրիվին ասում են Ղարադաղցիներ, ղրդղեցիկ։ Ստե կան այս կողքի հարևանը բանը։ Մի հատվածը մեծ էլի մասը Հակոբ հենց Ըկուփանց մայրական կողմից ցեղը տանք եկել են Ղարաբաղի, արդեն Ղարաբաղի առաջածոր գյուղի ժողովուրդն են եկել 1650-ական թե ավելի վաղ շրջաններում էլի այդ մի հատվածն էլ տեից են եկել դեմ բնիկ էլ կարա մի 4-5 ընտանիք եղել է էլի ուտենց գյուղը միշտ հայերով է բնակեցված եղել ստե ադրբեջանցի երբեք չի ապրել Խաչատրյանին տատիս հայրական կողմի 14 ծնունդ երեխա է ունեցել, որից 11 ապրել է, մեկը պատերազմ զոհել։ Էս է իր հերոսուհի մայրի մեդալի նկարն է, մեդալի հարկից թե չի, էս էլ իր բանն է, այդ որ տվել են այդ հերոսուհի մայրի ոսկե մեդալ տարել ենք, էլի մեր քաղաքի տունը, որ ստե վտանգավոր է դնելը, էս է։ Սամվել, շատ եք խոսա։
Եկած ես աստիճաները նայած սրբին, Այո։ հետո քիմ գործել։ Դե եկածս, լա աստիճաներն սրբի տղերը հովակալս լվացքը պեներա ճաշերա իպիկինի։ Որ տան տղամարդին ես խաքանդազն ասես տիկնի։ Էս չէ։ Դեմի բառ ասել։ Դե ասիմ։ Ասել։ Ստեյց ումովալիկը հելա կախտված, մինիցը քրես հիշտլվանում կա, ումովալիկը ճղացալը տարա, խաքեդազը ճղացալը տարա։ Ասա յուղի ամենալավ բառը ուվալած։ Մաջում փիս պարաչլած, ոչ կալավ։ Մանկությունից ինձ սիշում վագիվ պապի։ Հա? Մանկությունա ինձ սիշում։ Ոչ մի պի։ Խե։ Ոդ բերշացա։ Էդ ինչը շճարա գաբելի տու։ Բեքի։ Օզող կմարուժնի հետանը քլեկաս նարեկ ասա։ Մարոշնի հետևեցինք Ինքը հում 10 մատչույ օզող, բայց թեսա պասեք նկարիմ։ Հա, սակայից նկայից։ Վաու։ Թթվակեր Գաբրիել ջիգը եւ ով կասի։ Էս փադնա ճարածա։ Սմբատ բեկը ողջ լիներ, պատկերը կլիներ այսպիսին։ Բարի լույս Վարսենիկ։ Էլիա ջան, մենք գտնվում ենք Վարսենիկի դամբարանում, հա? Մատուրում։ Ինչ կպատմեք Վարսենիկից։ Վարսենիկը ծնվել է 1853 թվականին Առաջաձոր գյուղում, Անդրեաս Բեկի ընտանիքում։ Ավարտելուց հետո իրեն նվիրել էր գյուղին, անգրագիտությունը վերացնելու համար գիշերային դպրոցա բացել կանանց համար։ Մայրաքաղաքից բերում էր գրքեր կողքի գյուղի դպրոցների համար, որ չկար, այն ժամանակ շատ դժվար էր։ Եվ իրեն նվիրաբերել է որբերին։ Իրելի մեր հետևորդներ, քանի որ մենք բացահայտել ենք Առաջաձոր գյուղը եւ եկել ենք քաղաք, որպեսզի նաեւ բացահայտենք այնտեղից սերված մարդկանց, իզուր չէ, որ այսօր այստեղ կանգնած եմ Կապան քաղաքի հրաշալի դաշնակահարուհի Լիանա Մելիք Ստեփանյանի կողքին, ով հանդիսանում է Սմբատ Մելիք Ստեփանյանի ծոռը։ Լիանա, շատ ուրախ ենք հանդիպման համար եւ ուզում եմ մի քիչ դու պատմես քո զգացողությունների մասին, ինչպիսին է լինել նման պատվավոր մարդու ծոր եւ այն ինֆորմացիան, որին որ տիրապետում ես, փոխանցես մեր հետևորդներին։ Մեծ հաճույքով։ Ուզում եմ սկսել մանկական զգացողություններից, տպավորություններից, քանի որ ես եւ քույրս Սմբատ Բեկի մասին պատմություններով ենք մեծացել, պապիկս, հայրս անդադ պատմել են նրա սխրագործությունների մասին, մեր մեծ հորաքրոջ մասին եւ ընդհանրապես մեր տոհմի մասին եւ փոքր ժամանակ եւ գիտակցությունը երբ այնքան էլ հասուն չի, պարզապես այսպես ցուցադրական հպարտություն, պարծենկոտություն է լինում, բայց այնուհետեւ տարիքի հետ, երբ գիտակցություն հասունանում է, արդեն ավելի սկսում ես խորը մտածել, հասկանում ես, որ ազնվատոհմի կլինելը դա ուղղակի առաքելություն չէ, պարզապես մեկ հպարտություն չէ, այլ պատասխանատվության զգացողություն եւ պատկանելիության զգացողություն, նաեւ որ դու մեծ պատասխանատվություն ես վերցնում քո վրա շարունակելու, պահպանելու այն տոհմի պատմությունը եւ սխրագործությունները, որի շարունակողը դու ես եւ որի շղթան հենց դու ես հանդիսանում եւ պարտավոր ես դա դու փոխանցել սերնդեր սերունդ, նաեւ հասարակությանը ներկայացնել, որպեսզի անունը չմոռացվի եւ նաեւ արած գործը չմոռացվի։ Սմբատ Մելիք Ստեփանյանը մեծ պապս էր։ Նաեւ նա Սյունիքի, Զանգեզուրի հասարակական, քաղաքական, ինչի նաեւ տնտեսական մեծ գործիչ էր եւ նա մեծ դեր խաղաց հայ-թուրքական բախումների ժամանակ եւ կարողացավ արժանապատիվ ձևով եւ նաեւ մեծ կազմակերպչական ջիղի շնորհիվ միավորել բոլոր մարտոնակ ուժերին
նա համագործակցեց եւ նաեւ օգնեց Անդրանիկին Զանգեզուրի զինված ուժերի հրամանատար Արսեն Շահմարցյանին, Նժդեհին եւ նաեւ Սիսիանում մեծ հրամանատար Պողոս Տեր Դավթյանին եւ բայց զուգահեռաբար նաեւ իհարկե հալածվեց որպես ազատամիտ մտածող նաեւ Կարմիր բանակի կողմից բանտարկվեց Բաքվի բանտում նաեւ տարբեր բանտեր փոխադրեցին նրան բայց նա կարողացավ իր տեսակը պահել եւ երբեք նա չդարձավ կուսակցության որևէ կուսակցության պատկանող անց եւ նա մնաց միայն իր ժողովրդին, իր հայրենիքի ժողովրդին ծառայող եւ իր ժողովրդի մասին մտածող մեծ արժանապատիվ անձնավորություն։ Գյուղացիները շատ մեծ հպարտությամբ են այսպես խոսում ու այն հասարակ գյուղացիները, որը յուրախություն մեզ շատ գովելի է, բայց առանձնահատուկ քնքշությամբ վերաբերում են նաեւ Արսենիկին։ Ով էր Արսենիկը։ Արսենիկը Սմբատիկի քույրն էր, երևի դժվար է գտնել Սյունիքում նման բացառիկ կանացի բացառիկ կերպար Դաշնամուրի հետ կապը միգուցե հանգուցվում է ձեր եւ իր կապը այդպես տեսնում եմ ինչ առումով ոչ թե որպես գենետիկական ինչ որ փոխանցում, քանի որ նա երաժիշտ չի եղել, բայց կարողացել է նա կատարել սիրողական մակարդակի կարողացել է կատարել Դաշնամուրի վրա եւ Սմբատբեկը նրա համար Դաշնամուր է վերցրել այդ Դաշնամուրը այժմ գտնվում է Կապանի երկրագիտական թանգարանում ինչպես կապը հատկապես այսպես ուժեղ ստեղծվեց մի քանի տարի առաջ քույրս քիմիկոս ակադեմիկոս Մելիք Հմայակ Աղամիրյանի հուշերում կարդաց ըստ երևույթին սիրահարված էր Արսենիկին չնաշխարհիկ կերպարին նրա կարդաց նյութերում որ ինչպես է լսել Արսենիկը թե ինչպես է լսել Արսենիկը ոնց է նվագում Դաշնամուրի վրա իտալական մի երգ Կոմոլոջի ափին եւ մենք խոսացինք այդ մասին գտանք նոտաները ու իմ հերթական համերգներից մեկում այդ ստեղծագործությունը ներկայ եմ ասել որ ինչ որտեղ այդպիսի կապեր ստեղծվեց ժամանակների միջով ինչ որ անտեսանելի թել երբ պատկերացնում ես որ նմանապես նվագել է այդ ստեղծագործությունը եւ դա նոտաներով փոխանցվում եւ գալիս է հասնում մինչեւ կապանատուն Ջուրի աղբյուրն աղբյուրում գտնվում էր այն պրշնի ծառու տակ այնտեղ հետագայում տեղափոխվեց այս կողմ այս ջաղացի քարներ ջաղացի քարի ժամանակ դեռ մի հատ ղոչ էր դրված Այդ մի ղոչ հենա Կապանի թանգարանի դեմացը դրված սա նախաքրիստոնեական շրջանի ղոչերն են, ասենց ասած։ Հետագայում մեկը պահեցին, մեկը տվեցին թանգարանին։ Ջաղացի քարից աղբյուր սարքեցին, այս ամբողջ աղբյուրի հորեղբայրս էր Ռազմիկ Գաբրելյանը, երկար տարիներ Ղափանում գիտեն իրան։ Իր հովանավորությամբ կառուցվել, դե գյուղացիներ շարունակությունը տեսեք կան, այս 44-օրյա պատերազմի մեր զոհված տղաներն են համագյուղացի Իսկ ճիշտ են ասում, որ անտառներում եթե սենց քարա հանկարծակի գտնում, տակը ոսկի է։ Ուրեմն մեծ հավանականությունը շատ մեծ։ Միշտ ասում են այն թե որ հոյի նման քարա Հավանականությունը մեծ է։ Տակ ուրեմն ոսկի։ Հավանական։ Ին դա Այսինքն գտել են, շատ են գտել։ Գանում եմ տակս ոսկի։ Հիմա չէ, սանորակա։ Խայերը ուրիշ են, էլի։ Հարացազում չի բացառում, ամենտեղ ամեն ինչ լինի։ Ուրեմն գյուղացիները պատմում են, որ այս ճանապարհը, որով որ մենք հիմա գնում ենք դեպի Գերեզման, կառուցվել է Գաբրելյան Ռազմիկի շնորհիվ, ինչը հնարավորություն է տվել հեշտ ու հանգիստ հասնել Բենյամինյան Յուրիկի, իսկ իրենք որպես ինչ էին աշխատում, ով էին մասնագիտությամբ։ Բենյամինյան Յուրիկը լուսատեխնիկական գործանի տնօրենն էր, երկար տարիներ, հիմա էլ կա, Աստվածյան առողջություն տա, իսկ Գաբրելյան Ռազմիկը հորեղբայրս չկա, երկասարդ գնաց ինքն էլ շնաֆաբրիկայի դիրեկտոր մսի կոմբինատի գործկոմում, տենց ակտիվիստ էր, ակտիվ աշխատող մարդ։ Աննա,
Քան։ Ես կասած սերնա, ես ոստանաց սերնա։ Ես մեր խոջակարապետի ին հորեղբորուսն է, էլի տեղ պապական մեր հորեղբոր քարն, այս Շահնազարն է մեր տողմի սկիզբը Շահնազարից է, այս Ղարաբաղից եկել են, թի էլի։ Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ, հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ լավ հարազատ առաջաձոր, քարդ քարիդ եմ շարել, ես հետ հասակ եմ առել, իմ առաջաձոր քո ամեն շենքի հետ, ես իմ կյանքն եմ կապել առհավեր, միասին, քեզ մի սիրել եմ, Իմ վարդագույն ընկեր, քեզնով ապրել եմ, քեզ միշտ եկել, դու առնավար լուսի դուր, իմ առաջաձոր, ամեն հայի, սրտում ես դու իմ գյուր։ Ուրեմն ասма Աստվածաշնչում գրված է եւ դա Հիսուսի խոսքերից ասма այն քարը որոնք մարդիկ անարգեցին, որին մարդիկ անարգեցին, անկյան քար դառավ, անկյան գլուխ դառավ։ Եկեղեցու անկյունակարերը միշտ ինձ գլխավոր քարերից մեկն է լինում ու դա խորհրդանշում է նաեւ Հիսուս Քրիստոսին։ Հարաբես Աստվածաշունչը փոխաբերական է, չէ՞, ամեն ինչը խորհրդանշում։ Ախտուների։ Մին ախտուր, երկու ախտուր, երեք ախտուր, Torop կտևակը։ Սիրից սիրուն է, շարած։ Գաբրիել ջան, ես մի հատ հետաքրքիր եմ պատմում։ Ուրեմն այս աղբյուրը նկարում ես Մանե ջան։ Այս աղբյուրը երեխա ժամանակյալից կա, ասում է, որ սեստի ջուրս լանում, սեստի ես քար չերավս լատա։ Անձրևակյալու։ Հա, որ ես մուքլա անձրեկե կյամը կլա քարը ստի ջուրանում։ Այս հատուկ մի տատիկ լա, ջանու։ Հա, չէ մուքալը կլան, խոխա մուքելը կլա, հավատում ու տռնում է։ Ու է թորը անձրև լակյան։ Եթե özում կլա անձրևը կտրվե, խաչի խութում մի հատ խաչ կար, քյում կլա այդ խաչի ինա կարակ վառում, ստի խաչ տնում, կարակը վառում անձրև կտրվում լա։ Դեստեր անձրևներն են մաղած, մաղի նման անձրևներ է, ննդի։ Սելա։ Լավ եք։ Նախ Վարսենիկ Մելիք Ստեփանյանի եւ ընդհանրապես առաջաձորի պատմության համար մենք պարտական ենք մանկավար հայրենականի մասնակից բավականին գիտակ մի մարդու, որը Սերգեյ Հակոբյանն է կամ Սերյոժա Հակոբյանը։ Նրա գրառումները, նրա տետրերը պարզապես մագաղաթի արժեք ունեն։ Շնորհակալություն, երախտապարտ ենք Արթուր Աթայանին, Կապանի այն տարիների քաղաքապետին, որ այդ վավերագրերը, տետրերը գնեց, նվիրեց ինձ։ Բնականաբար ես դրանք թողեցի Կապանի երկրագիտական թանգարանում եւ հիմա առիթից օգտվելով կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Առաջաձորի պատմությամբ, ուզում են գրել Առաջաձորի պատմությունը, գնալ եւ այդ տետրերից օգտվել։ Եթե դժվարությունների կհանդիպեն, ես պատճենահանած ունեմ, կարող եմ տրամադրել։ Անօրինական չեմ պատճենահանել, դա իմ անձնական գտածոն է եղել, ես եմ ձեռք բերել, պատճենահանել, հետագայում ասել եմ ավելի լավ է նրա տեղը պետական թանգարանն է։ Գրել է նաև Սերգեյ Հակոբյանը գրել է նաև Վարսենիկի մասին։ Շատ են գրել, բայց պիտի ասել, որ ինչ արել են, թեր է եղել։ Նույնիսկ Վարսենիկի մասին, երբ նրա արտաշիրիմում կատարվում, վերահուարկավորություններ կատարվում, ես խոսել եմ, բայց իմ տեքստում նույնպես եղել են սխալներ։ Պատճառը այն էր, որ չէի կարողացել դեռևս վավերագրեր հայտնաբերել։ Ի վերջո, վերջին մի
մի տարուկես առաջ ինձ հաջողվեց հայտնաբերել մի կերպ հայտնաբերել վավերագրեր, որոնք պատմում են Վարսենիկի մասին։ Նախ դրանով չեմ կարող ասել շղթվում է, բայց ինչ որտեղ կասկածի տակ է դրվում Պետերբուրգի համալսարանում երկար տարիներ սովորելը, այդ մեկ։ Երկրորդը ինձ համար շատ զարմանալի էր, որ Վարսենիկը այսպիսի ձեռագործեր է արել, դրվագումներ է արել, նկարել է, գիտեք լավ դաշնակահար էր, եւ ինչպես կարող էր արվեստի որևէ ուսումնական հաստատությունում չսովորել։ Եվ ինչ եմ պարզել։ Մոսկվայի Ստրագոնովի արվեստի ներկայում համալսարանի արխիվից հայտնաբերել մի փոքրիկ շատ ժլատ գործ, որի համաձայն Վարսենիկ Մելիք Ստեփանյանը սովորել է Մոսկովյան Ստրագոնովի գեղարվեստի ուսումնարանում, որպեսզի իմանաք, թե ինչ է իրենից ներկայացրել այդ ուսումնարանը, բավական է միայն մի բան ասել։ Այստեղ սովորել է Արա Սարգսյանը, հայտնի քանդակագործ, եւ այստեղ սովորել է մեր հավանաբար բոլոր ժամանակների մեծագույն քանդակագործը, չգիտեմ, ես այդպես եմ մտածում, արվեստագետ չեմ, պարզապես իմ սիրողական կարծիքը Երևանդ Քոչարը սովորել է այստեղ։ Վարսենիկը սովորել է Մոսկովյան այս հայտնի ուսումնարանը, որն այժմ համալսարան է։ Այստեղ նրա կենսագրությունն է, ճշգրտումներ են մտցվում նրա կենսագրության մեջ, ժխտվում է, չի նշվում որտեղ է ծնվել, ժխտվում է Առաջաձորում ծնված լինելը, մի գաղտնիք ասեմ, նույնիսկ ինձ մոտ կա մի վավերագիր, որի համաձայն Սմբատ Մելիք Ստեփանյանը Առաջաձորում չի ծնվել։ Նրանց հայրը եղել է պետական պաշտոնյա։ Հավանաբար նախ Սմբատ Մելիք Ստեփանյանը ծնվել է Շուշիում, իսկ այս գեղեցկուհին, այս բարերար հայրենանվեր աղջիկը կամ Գողթնում է ծնվել, կամ Գանձակում, կա այսպիսի կարծիք։ Այստեղ չեմ ուզում շատ երկար խոսել, պարզապես համալսարանի այդ կայսերական ուսումնարանի փաստաթղթերն են, որոնք երկար այսպես ուսումնասիրելու, նայելու, կենսագրության հետևից գնալու կարիք կա։ Դիմումն է պահպանվում, որով դիմել է ընդունվելու համար։ Սա գործի համարն է 5538, ցավոք գործի մեջ շատ քիչ տեղեկություններ, շատ հետաքրքիր է գրված է, որ Մելիք Ստեփանյան Վարսենիկը ժառանգական, տոհմական ազնվականուհի է։ Այնպես չի, որ մենակ դու ես կապանուհի, այստեղ կան նաև ազնվականուհիներ։ Հավանաբար դուք շարունակում եք այդ։ Շատ հետաքրքիր փաստաթուղթ եղել է Երևանսկե Աբիլբենի այսպիսի մի երևանյան հայտարարություններ, որտեղ նշված է, որ Առաջաձորում մահացել է Սմբատ Մելիք Ստեփանյանի քույր Վարսենիկ Անդրեևնա Մելիք Ստեփանյանը։ Հուղարկավորություն, թաղում եւ այլն։ Դրա վերաբերյալ պահպանում են նկարներ, լուսանկարներ, որոնք Լիաննա Մելիք Ստեփանյանի շնորհիվ դաշնակահար Լիաննայի մասին է խոսքը, հանձնել է ինձ, դրանք պահպանում եմ եւ հրապարակել եմ։ Սյունիքում այդպիսի կին չի եղել։ Սիրում ենք, չէ՞, այսպես բարձրագոչ ասեմ, Փառանձեն Թագուհին, Կատրամիդ Թագուհին, չգիտեմ, Կլեոպատրան, այդպիսի անուններ, բայց մոռանում ենք, որ մենք ունեցել ենք Վարսենիկ Մելիք Ստեփանյան, բարերար, միջոցները, կյանքը, առողջությունը նվիրել է որբերին եւ քաղաքների միության ամենավտանգավոր հոսպիտալում, որտեղ տիֆովարակվածներն են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կարող եմ թվեր, փաստեր, անուններ ասել, դրա ժամանակը չի, հրապարակել եմ ինչ հնարավոր է։ Այդպիսի մահապարտի, կնոջ կին մահապարտի անունով պարտավոր ենք կապանում ունենալ որևէ բարեխնամ, կազմակերպություն, դպրոց, մանկապարտեզ, հələ որ շատ խորը մտածեն կարող է եկեղեցին սրբացնի,
իրական լուրջ բան եմ ասում, չեմ չափազանցնում։ Մելիք Ստեփանյանների Գերդաստանի պատմությունը ընդհանրապես կարոտ է ուսումնասիրության, շատ խորը ուսումնասիրության։ Կարծում եմ միաժամանակ Առաջաձորի Դամբարան մատուռը, որտեղ դուք եղել եք, որտեղ վերահողարկավորված եմ, կատարվեց 2015 թվականին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ջանքերով պիտի վերածվի յուրահատուկ ուխտատեղի։ Ոչ թե ինչ-որ մեկի մտքով անցնի ջիպով Խոստովից կամ Կապուջովից իջնի հետո ասի հիմա էլ գնում ենք Վարսենիկի մատուռը, այդպիսի բան չկա, այլ ասի որ մենք գնում ենք սրբության սրբոց մի վայր, որտեղ հանգչում են Մելիք Ստեփանյան Գերդաստանի զավակները եւ առաջին հերթին մահապարտ մի կին, հայրենիքի կյանքը տված մի կին, Վարսենիկ Մելիք Ստեփանյան։ Սիրելի մեր հետևորդներ, առաջածոր գյուղեր կապված նկարահանումները ավարտվել են, բայց մենք այսքանով չենք սահմանափակվում։ Եկել ենք Կապան եւ ուզում ենք փնտրել այն մարդկանց, ովքեր անմիջական կապ ունեն գյուղի հետ, ու այդ հետքերով հասել ենք Miners գարեջրի գործարան։ Հիմա Գաբրիելի հետ կբացահայտենք, թե ինչ է կապվում այստեղ։ Գնացինք։ Ընտրել եմ Սյունիք գարեջուրը, տեսնում եք 4 տեսակ կա, բայց ես Սյունիքն եմ ընտրել, մի հատ փորձում ենք եւ գնում ենք բացահայտելու ամբողջ գործընթացը, անպայման հասնում ենք այս տոպրակները եւ դրանց Այև ինչպես հասկացաք, ես ծանոթացա Miners-ի սեփականատերերի հետ Առաջաձորից եւ Դավիթբեկ գյուղից, Մանեստեր մի քիչ խանդի տեսարաններ ասում, Դավիթբեկ ձևա եւ ուզում եմ հասկանալ ինչպես ծագեց եւ ինչպես որոշեցիք, որ Կապանում պետք է գարեջրի գործարան լինի եւ գարեջուր արտադրել։ Դե մի քիչ ես բայց ուղեմ էլի, որտեվ Առաջաձորցի արդեն կիսով չափա։ Իր կյանքի մեծ մասը Դավիթ Բեկցի է։ արդեն այդ Դավիթ Մեկ քառորդը մնացել է Առաջաձորցի, մնացած արդեն 3/4-ը իսկ թվում է Դավիթ Բեկցի է։ Լավ։ Դա էս փոքր հումոր։ Ինչից է առաջացել միտքը, նախ չկար Կապանում գարեջրի արտադրություն մոտ 30 տարի, մենք խորհրդային տարիներին ունեինք այստեղ մեծ գարեջրի գործարան, չեխերի կողմից կառուցված, ու որը որ փակվել էր ու չկար հիմա։ Քանի որ սեր ունեի գինե գործությունով զբաղվելու, բայց գինու հետ կապված խաղողի ու բանցախ ինչը բարդ էր, որոշեցինք, որ կարելի է նոր շունչ տալ Կապանում գարեջրի արտադրություն, գարեջրագործություն, միած նոր ճյուղ, որը թվում է հաջողվեց։ Ու իր շնորհիվ կապանցիներին ես չեմ կարող մոռանալ, որտեղ իրանք ինձ մեծ շունչ են տվել ու օգնել։ Վստահություն, մեծ վստահություն տվեցին։ Իսկ որ թվից է արդեն հիմնադրվել։ Հիմնադրվել է մի քիչ շուտ 19 թվից, բայց COVID պատերազմ մի քիչ մեզ մեր պլաններին խանգարեցին, մենք առաջի արտադրանքը տվել ենք 23 թվին։ Իմիջիայլոցը հիշեցնեմ, առաջի արտադրանքը տվել ենք 23 թվի հունիսի 30-ին։ Այսօր հենց։ Այսօր առաջի արտադրանքը։ Չի հիշի ինքը այդպես բաներ, ես եմ հիշում։ Պաստորեն այսօր 3 տարի է այսօր արդեն, մենք 3 տարեկան։ 3 տարեկան, շնորհավորում ենք ձեզ։ Իսկ վաճառքը հիմնականում որտեղ է վաճառվում։ Հիմնականում Կապանի տարածաշրջան, Քաջարան, Ագարակ, Մեղրի, Արենի,
դուրս ենք եկել արդեն Երևանի շուկա, այս տար 2026 թվին հասել ենք արդեն Իջևան։ Վանաձոր, Իջևան, Աբովյան, Սպիտակ, մենք հիմնական քաղաքներում կանք, ներկայացված ենք ու փորձում ենք մեր տեղը զբաղեցնել։ Շատ լավ է, ես ձեր գործերին, ձեր բիզնեսին հաջողություն եմ մաղթում։ Թող կարևորը լավ արտադրանք է, այն որ ես փորձել եմ, հավանել եմ, ես գարեջուր խմող չեմ, բայց շատ սիրում sense թեթև գնում է, այնպես որ գարեջուր սիրողներ կարող եք գալ Կապան, անպայման փորձել Miners գարեջուրը եւ հաստատ վստահ եմ որ չեք փոշմանի, նաեւ կա մեր ռեստորաններում, չէ՞, կաֆեներում, բոլոր սրճարաններում ու ռեստորաններում։ Ես հիմնականում փորձում եմ Սյունիք սրճարանում։ Ունենք 4 տեսակի գարեջուր՝ Vienna Lager, Pilsner, Sunic Special եւ Dunkel։ Սա Sunic Special-ն է։ Sunic Special-ն է, այո։ Ինչով է տարբերվում։ Ինքը ունի յուրահատուկ համ, որտեղ գայլուկը իր շատ յուրահատուկ համից է։ Մենք փորձել ենք մի քիչ ցիտրուսային արոմատ ունի, հա, ու ինքը շատ թանկարժեք ածիկից է պատրաստված, անգլիական ածիկից է պատրաստված, փորձեցինք Sunic Special-ին էլ ավելի sense մեծ տեղ տալ։ Հասկանալի է, դե ինչ, բոլորից կենացը։ Շինարարական աշխատանքներ են ընթանում գյուղում, ակումբ, գրադարան, հայփոստ, գյուղապետարան։ Հրաշք։ Rizei Galos, como la de apim.